Ամերիկյան երազանքի Green Card 2012-ին շահել է 988 հայաստանցի, դեպի Միացյալ Նահանգներ բաց դռների հայտ այսօրվանից կարելի է ներկայացնել, սկսվել է 2014 թվականի վիճակահանության գրանցումը։ Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով 2012 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 3-ը, թղթային տարբերակներով դիմումներ չեն ընդունվի։ Հյուպատոս Ջորջ Լինը ներկայացնում է խաղարկության պայմանները։ Նախ պետք է լրացնել դիմումի ձևը, ապա սպասել։ Համակարգը 1 տարվա ընթացքում պատահականորեն ընտրում է որևէ մեկին։ Նախնական ընտրությանը հաջորդում է հարցազրույց։ Լինը տեղեկացնում է, ուշադրություն են դարձնելու 3 հիմնական կետերի վրա։ Հիմնականում դա կրթությունն ու աշխատանքային փորձն են։ Բացի դրանից մարդը պետք է կարողանա ապահովել իրեն սկզբնական շրջանում։ Green Card շահելու համար հայտնվել են կեղծ միջնորդներ։ Հյուպատոսը հանդիպել է ծառայությունների, որոնք փողի դիմաց իբր թե օգնում են ճիշտ պատասխանել հարցերին։ Ջորջ Լինը հորդորում է չդիմել նրանց, հատկապես որ հարցերը նաև հայերեն տարբերակով են։ Ամեն տարի այս խնդիրը ի հայտ է գալիս, կոչ եմ անում անձամբ լրացնել, այլապես եթե համակարգը ձեզ չընտրի, մեղավորը կլինի մեկ ուրիշը։ Շորթման փորձի մեկ այլ տարբերակ, էլեկտրոնային փոստով ծանուցում են ուղարկում, թե շահել եք, բայց նախքան բարի ճանապարհը վճարեք։ Իրականում պետքարտուղարությունը երբեք ծանուցում չի ուղարկում, զգուշացնում են դեսպանատանը։ Green Card շահելու մասին կարելի է տեղեկանալ կայքից և $330 վճարել միայն դեսպանատանը։ Արսեն Դումանյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։